Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Արցախի հարցի բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթեր։ Թեման քննարկելու են քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ, նա մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո, պարոն Մաթևոսյան։ Բարի երեկո։ Հրապարակված փաստաթղթերի ծավալը իրոք ամբողջական պատկերացում է տալիս բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Ինքնին այն հանգամանքը, որ հրապարակված փաստաթղթերը սկսում են ՄԱԿ-ի ընդունած բանաձևերից, բանաձևեր, որոնք տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից քարոզչական հիմնական գործիքներից մեկն են, խոսում է այն մասին, որ հատվածաբար է այս ամենը ներկայացվում եւ մեղմ ասած չի արտացոլում ամբողջ բանակցային գործընթացի շրջանակներում ձևավորված փաթեթները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկի մասին խոսենք, որի առկայությունը Նիկոլ Փաշինյանն ու նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այդ օրերին մերժում էին։ Հիմա պարզվում է, որ այն իրոք սեղանին է եղել։ Ճիշտ եմ հասկանում, որ այս փաստաթղթերով ակնհայտ է դառնում Արցախը կարող էր ունենալ հայկական ապագա։ Եկեք մի քանի բան ընդգծենք այս փաստաթղթի հրապարակումից։ Նախ ինքնին հանգամանքը, որ այս փաստաթուղթը հրապարակվել է, ինչպես դուք նշեցիք, ապացուցում է, որ իշխանությունները հերթական անգամ հասարակությանը խաբում էին։ Ուղղակի այս անգամ խաբելը արժեցավ մոտ 4000 պաշտոնական զոհ, 12000 քառակուսի կիլոմետր, 120,000 փախստական ունեցանք, որտեղ այդ մարդիկ ստում էին։ Սա առաջինը, երկրորդը, ընդգծենք հետևյալը։ Ինչ է ասում քարոզչությունը իշխանության, որ Նիկոլ Փաշինյանը այլ տարբերակ չուներ կամ որ պատերազմը անխուսափելի էր։ Ոչ, այլ տարբերակ կար, պատերազմը անխուսափելի չէր, անհրաժեշտ էր այս տարբերակը գոնե փորձել ընդունել եւ կյանքի կոչել, ուղղակի այստեղ կա մի ֆունդամենտալ խնդիր, եթե այս տարբերակով հարցի լուծմանը մենք գնայինք, ապա չէր լինի այն, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն մենք չէինք տարանջատվի Ռուսաստանից իր ձևակերպումներով, հա, փորձենք այս ամեն ինչը ներկայացնել, եւ ամենակարևորը, տեսեք, այդ փաստաթղթի մեջ արտացոլված է այն, ինչը դեռևս մադրիդյան սկզբունքների շրջանակներում ձևավորվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այսինքն ոչնչով չսահմանափակված ինքնորոշման իրավունք, այսինքն Արցախահայերը հանրաքվեի ժամանակ կարող էին նույնիսկ միանալ Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլ Փաշինյանը այս ամենը շատ լավ գիտեր։ Իշխանական քարոզչությունը առաջ է տանում ձևակերպումը, թե հրապարակված թղթերը իբրև ցույց են տալիս, որ նույնիսկ ինքնորոշում հասկացությունը միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր ինքնակառավարում Ադրբեջանի կազմում, ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա այն դեպքում, որ 2019-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած այդ փաստաթուղթը ուղիղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որի ձևակերպումը սահմանափակված չի լինելու։ Այսինքն ոչ թե ամբողջ Ադրբեջանի բնակչություններ մասնակցելու հանրաքվեին, ինչպես փորձում են ներկայացնել, այլ բուն Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այո, հենց դրա համար էլ ես ասում եմ, նույն հանրաքվեի ժամանակ Արցախահայերը, մեր քույրերը եւ եղբայրները կարող են որոշում կայացնել, որ միանալու են Հայաստանի Հանրապետությանը, այդ միանալու դրվագը պարտադիր շեշտենք, Նիկոլ Փաշինյանը հենց դրանից է նաև զրկել Արցախահայերին միանալ մայր Հայաստանին։ Նա շատ լավ այս ամեն ինչը գիտի, շատ լավ հասկանում է։ Ըստ մերձիշխանական աղբյուրների քարոզչության, Արցախը նախկին իշխանությունների համար եղել է իշխանության գալու, այն պահելու եւ վերարտադրվելու գործիք։ Նիկոլ Փաշինյանն է օգտագործել եւ օգտագործում է Արցախի հարցը որպես իր համար գործիք իշխանության մնալու։ Առանց Արցախը հանձնելու Հայաստանը չէր կարող փորձել նույնիսկ մաս կազմել թուրքական պետությունների կազմակերպությանը, ինչի մասին արդեն բաց խոսում են ամերիկացի փորձագետները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ քայլը արել է, տապալել է բանակցային գործընթացը, տապալել է պատերազմական մենեջմենտը, հետպատերազմական մենեջմենտը, մենք զրկվել ենք Արցախից եւ հիմա Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում կատարած որոշակի քայլերի համատեքստում կարող ենք նշել հետեւյալ, որ փորձում է անել ամեն ինչ, որ Հայաստանը մաս դառնա այդ թուրքական պետությունների կազմակերպությանը։ Պատահական չէ, որ վերջերս Ղազախստանում իրեն համապատասխան շքանշան շնորհեցին, այդ նույն շքանշանը տվել են 22 թվականին նաև Ալիևին։ Նիկոլ Փաշինյանը փակում է Արցախի էջը հենց նրա համար, որ Թուրքիայից ու Ադրբեջանից աջակցություն ստանա պահպանելու իր իշխանությունը։ Ուզում եք ասել, որ Փաշինյանը հրապարակել է փաստաթղթերի մի տրցակ, որ ապացուցում է բանակցային տապալման իր իսկ մեղքը։
մի ձևակերպում կա, во время следствия главное не выйти на самих себя։ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է փաստաթղթեր, որոնք ապացուցում են մի քանի բան։ Նախ որ ստում էին այսքան տարիներ, եւ երկրորդը Արցախը հայկական ապագա ունեցել է մինչ այն պահ, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ իր ձեռքերով դիպչեց Արցախին եւ բանակցային գործընթացին։ Ուշագրավ է նաև հրապարակված թղթերում Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ինչ ենք հասկանում դրա բովանդակությունից։ Որ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունները մի կողմից այստեղ երկրում սատարում էին հակառուսական քարոզչությունը, մյուս կողմից էլ իրենք շատ լավ հասկանում էին, որ Արցախյան հարցի եթե չասենք լուծման բանալին գտնվում է Մոսկվայում, բայց չափազանց մեծ նշանակություն ունի Մոսկվայի դիրքորոշումը Արցախի հարցի կարգավորման համատեքստում, եւ որ ամենակարևորը, տեսեք, նամակում նշած մի շարք մտահոգություններ, առայն որ Ադրբեջանը ինչ-ինչ զիջումների չի գնում, եթե կյանքի կոչվի այսպես կոչված Լավրովի պլանը, մենք տեսնում ենք, որ 19 թվականին եթե ընդունվեր այն տարբերակը, որը կար բանակցությունների սեղանի շուրջ, Արցախը մնում էր հայկական։ Դրանից ավելի մեծ զիջում եւ հայանպաստ դիրքորոշում դժվար էր պատկերացնել։ Շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի ու հնարավորության համար։ Մեր երկրորդ տաղավարում էր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։